բացել ու ավարտել։ Պարոն Սիմոնյան, հաջորդ խորհրդանում կապ չունի ով կլինի իշխանություն։ Կլինեն մարդիկ, որոնք որ բժշկի թղթով ամիսներով կամ տարիներով խորհրդան չեն գա եւ աշխատավարձ ու պարգևավճար կստանան։ Ես կարծում եմ, որ դա պետք է օրենսդրորեն լուծենք, որովհետեւ դա կմահաճույքի, դա որոշման հարց չի։ Ազգային ժողովի ղեկավար կազմը ես իրավունք չունեմ, եթե օրինական բժշկի թղթա, ես բժիշկ չեմ։ Ես իրավունք չունեմ այլ բան հաշվառել։ Օրինակ իշխան Զաքարյանը ձեզ բժշկի թղթա։ Բոլոր Ես մի քանի անգամ տեսել նույնիսկ ձեզ հուշել եմ, գրել եմ, որ պարոն Սիմոնյան տեսել եմ, բռնել եմ, հայտնաբերել եմ, մարդը առողջ, ողջ առողջ քայլում է։ Ես ու դուք չէ, որ պետք է որոշենք, հա։ Թուղթ է բերում, պեչաթով, ստորագրությունով, ես օրենքով իրավունք չունեմ դա չհամարել։ Նույնը անում է Սերյան Օհանյանը, երբ որ ինքը թուղթ է բերում։ Բայց ինքը գոնե գալիս է, մասնակցում է, չի կեղծում։ Իսկ ինչի իշխան Զաքարյանին չեք հարցնում։ Դե որ տեսնենք, հարցնենք, միտեղ որ հայտնվեց։ Հիմա որ դու քո անձնագրով գնաս ընտրությունների եւ անձնագիրը ցույց տաս, պարտավոր են, չէ՞, քեզ թույլ տալ ընտրություններ։ Բայց ինքը գալիս է, բերում է այլ փաստաթուղթ, որ բժշկի ձեզ չի անհանգստացում այդ բարձր որ մարդը փաստացի խափում է ԱԺ ղեկավարությանը, որոնք կեղծ տեղեկանք է ներկայացնում։ Օրենսդրորեն ես այլ լծակ չունեմ, ես այլ որոշում չեմ կարող։ Գոնե զանգեք, ասեք մարդկայնորեն ասեք, արգելի իշխան Զաքարյան, անկախ падգամավոր, աշխարհի ամենանկախը։ Ասել եմ, Քո ձայնը կարևոր է այստեղ։ Ես գիտեմ, որ այնուամենայնիվ սրտի հետ կապված խնդիր ա ունեցես, մենտավորվել է եւ այլ, ես չեմ ուզում մտնել։ Մենք բոլորին առողջություն ենք մաղթում, այդվում իրենք։ Ես անձամբ իմ լսարանը լավ։ Ես չունեմ օրենքով։ Ձեր տարիքն էլ է այդպես, բայց ինքս էլ չի գնում բանի, ավականուն իսկ չունեմ օրենքով լծակ, այդ թուղթը չհաշվելու։ Բարոյական տեսանկյունից եմ ասում, որովհետև ես հիշում եմ իշխան Սաղաթելյանի մյուսներին, որ մի պա բացակայեցին ինչ-որ տևական շրջան, դուք իրենք զրկեցիք, չգիտեմ ինչ արեցիք։ Թուղթ չեն բերում։ Այդ եմ Սերյան Օհանյանը թուղթ բերել։ Բարոյական է, որ իշխան Զաքարյանը կամ այլ իշխան Զաքարյանը չի գալիս, է պարգևավճարը մի բան է ստանում։ Ինչի համար։ Բարոյականությունը եւ օրենքը մի հատկալի։ Ես համարում եմ, որ այո, դա անընդունելի է եւ համարում եմ, որ օրենսդրորեն պետք է փոփոխություն արվի։ Իրեն զանգել ասել եք։ Այո, իհարկե, մի անգամ։ Ես ինչի մեր մասնավորությունը։ Չհասկանում եմ, ոնց է բացատրում, չի գալիս։ Հիվանդության պատճառը։ Ես չեմ կարող ասեմ, գիտես ինչ։ Այն օրը սիգար բարից է դուրս գալիս, կարել էին։ Մոտենայր խոսա։ Ես տեղ չեմ ինձ ուղարկեցին։ Օրենքը ինձ ասում է, որ եթե թուղթ է բերել։ Մյուս օրը Lexus-ով իջնում էր տեսակողքով, մյուս օրը բեկալ տեղ։ Իր հետ։ Ձեզ հետ հանդիպումներ է լինում։ Իր հետ խոս։ Ես իր հետ հանդիպել եմ շատ վաղուց։ Ну так ադյունը Փաշինյանը դե համայնքական խաղերի ժամանակ։ Իր հետ խոս։ Ինձ օրենքով բերում է թուղթը, ես այլընտրանք չունեմ։ Ես իրավունք չունեմ դա համարել անհարգելի։ Կամ ես պետք է, չգիտեմ, ասեմ, որ սա չեմ ընդունում որպես հիվանդանոց կամ ես բժշկի չեմ ընդունում։ Չարչյանն էր բերում, էլի մարդիկ են բերում, Իզմիրլյան բժշկական կենտրոնից են թղթեր բերում։ Ձեր Սարիկ Մինասյանը։ Չի գնում ավականում։ Սարիկ Մինասյանը ինձ մի ասա, ձեր Սարիկ։ Ինքը ազգային ժողովում։ Ինչ որ գրել է մեր Սարիկ, դրա բան ասում, ձեր Սարիկը։ Շատ ուրախ եմ, Չի գնում ավականու նիստերին։ Ո՞վ ավականին որոշում կա։ Ես համարում եմ, որ լավ չի անում, որ չի գնում։ Ես համարում եմ, որ լավ չի անում, պետք է գնա։ Իսկ բաժակական ռեսուրսի մասով ինչ կասեք։ Ես այդ կարճ հարցներ եմ քննարկում։